Ամերիկյան մամուլը գրում է, որ Միացյալ Նահանգներին հաջողվել է գրավել Իրանի հյուսիսում բնակվող քրդերին իր կողմը։ Ըստ հրապարակումների, քրդական կազմակերպությունները Իրանի դեմ ամերիկյան հարվածի դեպքում պատրաստ կլինեն զինված պայքարի անցնել Թեհրանի վարչակազմի դեմ։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, որքանով է հնարավոր այս սցենարը։ Ամենայն դեպս տեղեկություն է տարածվել այն մասին, որ փետրվարի 22-ին Իրանի հյուսիսում ապրող քրդերին համախմբող 5 խոշոր կազմակերպություն հայտարարել են համախմբվելու մասին եւ պատրաստ են ամերիկյան ագրեսիայի դեպքում վերանայել իրենց ստրատեգիան եւ գործել հաշվի առնելով դա։ Ձևավորել են մի կազմակերպություն, մի ատյան, որը կոչվում է Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիա։ Եվ ահա այդ կոալիցիայի մեջ են մտել Իրանյան Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը, Քրդստանի ազատ կյանքի կուսակցությունը, Քրդստանի ազատության կուսակցությունը, Կոմալա կոչվող կուսակցությունը եւ Խաբադ կազմակերպությունը։ Թեև բոլորը ներկայանում են որպես Իրանական Քրդստանի ներկայացուցիչներ, կենտրոնական մարմինները պարզ է գտնվում են Իրանից դուրս եւ մեծ մասը Իրաքյան Քրդստանի տարածքում են գործում։ Տես, մի կողմից Սիրիայի քրդերը կարծես հիասթափվել են ամերիկացիներից, հա, քանի որ հետևողական չեղավ Վաշինգտոնը իրենց շահերը պաշտպանելու հարցում, բայց իրանական քրդերը շարունակում են մեծ հույսեր կապել ամերիկացիների հետ, հավանաբար նաև կարծելով, որ ամերիկյան հնարավոր ագրեսիան իրենց համար պատուհան կբացի նոր հնարավորությունների։ Մասնավորապես տեղեկություններ կան այն մասին, որ ամերիկացիները պատրաստ են անգամ զինել քրդերին, որպեսզի նրանք նույնպես մասնակցեն Թեհրանի վարչակազմի դեմ պայքարի։ Սա հավանաբար ենթադրում եմ, որ կա սցենար, որի դեպքում իրանական քրդերը հույս ունեն ձևավորել Իրանի հյուսիսում ինքնավարություն կամ անգամ հասնել անկախության։ Հակառակ դրա, որ իրանացի ընդդիմադիր առաջնորդների մեծ մասը բառացիորեն բացառում են քրդական պետականություն կամ ինքնավարություն եւ ընդհանրապես պայքարում են սեպարատիզմի անջատողականության դեմ։ Մասնավորապես շահի որդի Ռեզա Փահլևին շատ հստակ հայտարարել է, որ բացառում է ցանկացած անջատողականություն եւ պայքարելու է դրա դեմ բոլոր հնարավոր ռեսուրսներով։ Դե ավելի շատ խոսում է ադրբեջանական անջատողականության դեմ, բայց նաև քրդական անջատողականությունը նույնպես որևէ կերպ չի ողջունում։ Չնայած դրան քրդական կազմակերպությունները ակտիվ պաշտպանում են հակակառավարական բոլոր այդ դրսևորումները, ակտիվ մասնակցում են ցույցերի, բողոքի բոլոր ակցիաների եւ եթե հավատան քրդական լրատվամիջոցներին, ապա անցած տարի իրավապահների կողմից ձերբակալվածների 47%-ը հենց էթնիկ քրդեր են եղել։ Դե իսկ Իրանի իշխանությունները հայտարարում են, որ եթե հաստատվեն տեղեկություններն այն մասին, որ ամերիկացիները Իրաքյան Քրդստանի տարածքում ձևավորում են ճամբարներ իրանական քրդերին պատրաստելու եւ իրենց Իրանի իշխանությունների դեմ օգտագործելու համար, այդ ճամբարները իրանական ուժերի համար կլինեն լեգիտիմ թիրախ պատասխան հարձակման համար։ Արտյոմ, որքանով է այս անջատողականության նոր ալիքը բխում Հայաստանի շահերից։ Այստեղ 3 վտանգ կա։ Առաջինը կարծում եմ այն է, որ Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիների մոտ դա նույնպես նման ալիք կառաջացնի, հա, այսպես դոմինոյի էֆեկտ կառաջացնի եւ իրանական ադրբեջանցիները նույնպես կձգտեն ինքնավարության, անկախացման, իսկ դա հայտնի է, ինչ վտանգ կարող է մեզ համար ներկայացնել, հա, թուրքական այդպիսի առանցքը մեր սահմանի հարավ, որը մեզ կզրկի ընդհանուր սահմանից Պարսկաստանի հետ, Իրանի հետ, չափազանց լուրջ հետևանքներ կարող է ունենալ, այդ իմաստով որևէ դրական զարգացում իհարկե ակնկալել չեն կարող։ Երկրորդ վտանգը այն է, որ երբ քրդերը խոսում են քրդական ինքնավարության կամ քրդական պետության մասին Իրանի տարածքում, նկատի ունեն հենց այն տարածքները, որոնք իրանական ադրբեջանցիներն են սեփական հայրենիք եւ պոտենցիալ պետության տարածք համարում։ Դա այն տարածքն է, որում ժամանակին հռչակվել էր
Մեհաբադի քրդական հանրապետություն, դե իսկ պանտյուրքիստները այդ տարածքը անվանում են հարավային Ադրբեջան։ Այսինքն դա կարող է բախումներ առաջացնել քրդերի եւ ադրբեջանցիների միջև, նման բախումներ ժամանակին եղել են եւ այդպիսի ակտիվացումը կարող է նոր ալիք առաջացնել քուրդ-ադրբեջանական բախումների, ինչը նույնպես չի կարող որևէ կերպ բխել մեր շահերից, քանի որ անկայունությունը Հայաստանի սահմաններից հարավ նույնպես մեզ համար լրջագույն մարտահրավեր է։ Եվ վերջապես Իրանի եւ Իրաքի միջև բախման վտանգ կա, քանի որ ինչպես ասացի, Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Իրաքի տարածքում քրդերի պատրաստման ճամբարները լեգիտիմ թիրախ կհամարեն։ Իսկ մենք գիտենք, թե ինչ հետևանք ունեցավ 80-ական թվականներին Իրանի եւ Իրաքի միջև պատերազմը, այդ ամենը իհարկե նույնպես չի կարող բխել Հայաստանի շահերից։ Այսինքն, որքան էլ չհարգենք քրդերի ինքնորոշման իրավունքը, պետություն ունենալու իրավունքը, կարծում եմ մեր շահերից չի բխում, որ Իրանի տարածքում այդպիսի ակտիվացում լինի եւ այն ուժային դրսևորում ունենա։ Շնորհակալություն, Արտем։